Այդ ձայնագրությունները դրա մասին են։ Այս մարդիկ պլանավորում էին սյուներ շուռ տալ, ինտերնետ լարեր կտրել, անմեղ մարդկանց ակերի տակ աստղիկներ գցել ու նրանց մահացու վտանգի ենթարկել։ Արդյոք դուք պատրաստվում եք նաև արդար անվանել օրինակ Ուսամա Բեն Լադենին, օրինակ անմեղ նահատակ։ Այ պատասխանում եմ։ Պարոն Ալեքսանյան։ Եվ ուրեմն այդ կարված ցուցմունքներից մեկը դուք պատառիկն եք, մեկ տարբաներ եք, նախադասություն կամ բառեր եք գտնում եւ ուզում եք, որ ես գնահատական տամ, նախ ասեմ, որ այս հանձնաժողովի նախագահի պաշտոնը ոչ դատավորի եւ ոչ էլ մարդու իրավունքների պաշտպանի, ուրեմն դիրքա, բան չի, դիրք չի եւ ոչ էլ լիազորություն է։ Ես չեմ կարող գնահատականներ տալ, ինչպես դուք փորձեցիք անել, կտրտված փաստերով եւ դուք հենց այդ մոնտաժված ցուցմունքներից պատառիկ եք կարծում եւ ինձ ասում եք դե գնահատական տուր։ Եվ նաեւ կներեք, ուղղակի ես անթույլատրել եմ համարում Բագրատ arczepiskopos Սրբազանի կոնտեքստում Ուսամա Բեն Լադենի, ընդ որում ես լավ լսում եմ, բայց չի հասկանում, ես ինչ բառ ասում Ուսամա Բեն Լադեն։ Հիմա հասկացա, որ Ուսամա Բեն Լադեն եք ասում։ Այս երկուսի համեմատությունը ես կարծում եմ բացարձակապես կոռեկտ չի եւ դուք նաեւ վիրավորում եք ինձ որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր, հավատացյալի եւ ես ուղղակի անթույլատրել եմ համարում, ես համարյա թե պատասխանեցի, բայց չեմ ուզում պատասխանել այդ հարցին, որովհետեւ ձեր փաստային հիմքը ոչ թե կաղում էր, այլ ուղղակի իրավական չէր, պատառիկներով եւ ես էլ դատավոր չեմ այս կոնտեքստում, որպեսզի ես ինձ թույլ չեմ տա դատողություն անել եւ ես համեմատության շուրջ